Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 19-ն է եւ ինչպես ես օրեր առաջ ասում էի, հունիսի 19-ը լինելու է վճռական օր եւ շատ կարեւոր օր գուցե նաեւ ամբողջ աշխարհի համար, մասնավորապես Հայաստանի համար։ Եվ այն ինչ որ ակնկալում է իրականացավ։ Այսօր 3 կարեւոր 3 լավ լուր ունեմ ձեր հետ կիսվելու համար, ասեմ, որ 3 Թրամփը ստորագրեց խաղաղության պայմանագրի պայմանական մասը, դա կոչվում է հուշագիր մեմորանդում, եւ արդեն ստորագրել է նաեւ պարսկական կողմը։ Եվ այսպես կարելի ասել, որ այս խաղաղության կոնցեպտը ոնց է լինելու արդեն գրված է։ Հիմա գուցե այս ընթացքում լինեն որոշակի խախտումներ, որոշակի կրակոցներ, անպայման Իսրայելն ամեն ինչ անելու է, որպեսզի պրովոկացիաներ լինեն, որ սա երկար չտևի։ Դա չի էականը ընդհանրապես։ Ամենակարևորը այն է, որ ֆորմատը պարզ է արդեն։ Իսկ ֆորմատը հետևյալն է. Ամերիկայի Միացյալ Նահանգները գնում է տարածքից, տարածքը հանձնվում է Իրանին։ Դրա հետ կարա համաձայնվի, կարա չհամաձայնվի Իսրայելը, որը իրականում ոչինչ չի փոխում։ Հիմա գնանք նորությունների վրայով հերթականությամբ, իսկ մինչև հիմնական մասին անդրադառնալը ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք կարող եք բաժանորդագրվել իմ Patreon-ում, դուք այնտեղ կարող եք տեսնել ոչ միայն բոլոր վիդեոները, որոնք ես տեղադրում եմ YouTube-ում, նախորդ մինչև դրանք կլինեն YouTube-ում եւ առանց գովազդների, դուք կարող եք ծանոթանալ նաեւ ինքնաճանաչում շարժման կարևորագույն փաստաթղթերին, որոնք հերթականությամբ դրվում են։ Ես այսօր դրել եմ շարժման տնտեսական բաժնից 1 հատված Սյունիքի ապագայի հետ կապված։ Տնտեսական մասը, որը ես կարծում եմ ձեզ պետք է որ շատ հետաքրքրի, եթե դուք տեսնեք, կարդաք Սյունիքի պոտենցիալը արտադրական գիտական եւ հնարավոր գումարային հետևանքները, դուք կանիծեք։ Անցած 30 տարվա բոլոր իշխանություններին, որ սա չեն իրականացել։ Դրա փոխարեն իրականացվել է այլ թալանի քաղաքականություն, պատճառելով մեր պետականությանը տասնյակ միլիարդների վնաս։ Ես ամասին երևի առանձին մի հաղորդում կանեմ տնտեսական մասի, Հայաստանի ապագայի հնարավորությունների, ես ընդհանրապես համառոտ ասացի, որ ամեն ինչի մասին կարող եք դուք մասամբ ծանոթանալ հենց Patreon-ում, ես տեղադրում եմ այդտեղ, միջև կունենանք մեր ինքնաճանաչում անունով կայքը, որտեղ դուք կարող եք եւ դառնալ շարժման մասնակից, եւ ծանոթանալ բոլոր ծրագրերին, եւ լինել է ծրագրերը մշակող էքսպերտներից մեկը, մի խոսքով, բայց այդ ամեն ինչը միջև կլինի կայքում, դուք կարող եք գտնել Patreon-ում։ Իսկ նրանք, ովքեր ուզում են ուղղակի մեկ անգամյա նվիրատվություններով օգնել ալիքին, շնորհակալ ենք դրա համար եւս, բոլոր հնարավոր տարբերակները ներքևում։ Եվ այսպես գնանք շատ կարևոր նախադեպային որոշման մասին լուր ասա, ուզում եմ այս տեսանյութը նայենք իրար հետ։ Ստրասբուրգի դատարանն ապրիլյան պատերազմից 10 տարի անց հրապարակել է Բաքվի դեմ վճիռ գլխատված հայ զինծառայողի գործով։ 30-ամյա մայոր Հայկ Թորոյանը մատաղիսի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը ծառայակցի հետ Թալիշի հրամանատարական կետ զինամթերք էին տանում, երբ հայտնվեցին ադրբեջանական հարձակման տակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում ադրբեջանական ձեռագրի դաժան մանրամասներ են, հայկական կողմի ներկայացրած փաստական ապացույցներով։ Մենք կարողացել ենք ապացուցել, որ ադրբեջանցի զինծառայողները նախ գլխատել են Հրանտ Ղարիբյանին, որից հետո կտրել էին Հայկ Թորոյանի ձեռքերը եւ նաեւ ողջ գլխատել էին Հայկ Թորոյանին, նաեւ գլխատողը գլխի հետ լուսանկարներ էր տարածել, գլխատողը նաեւ սելֆի էր արել Սաֆարովի հետ եւ ողջ հասարակությունը նաեւ հերոսացրել էր այս գլխատումը։ Դուք պատկերացնում եք, դուք հոգեկան ինչ խնդիրներ ունի այդ հասարակությունը։ Իհարկե Ալիևը հայ հասարակությանն ասում հիվանդ հասարակություն եւ մեր հասարակության մեջ մարդիկ կան, որ դրանք համաձայն են, որ իրենք հիվանդ են Փաշինյան Նիկոլին աջակցելով եւ ձեն տալով։ Դա կլինի կոմ, բայց դուք հասկանում եք իրանց հիվանդության աստիճանը, որ կարող են գլխի հետ, կտրված գլխի հետ նկարվել, տարածել, մարդիկ դա համոնել։
Նա ունակա ոչ միայն գլուխ կտրելու, ունակա հետը սելֆի անելու եւ վստահ որ իր հասարակությունը ցնցալու է ուրախությունից։ Հա, ես մոռացա ասել, ըստ սոցիոլոգի դրանք մեր թշնամիներ չեն, չէ, մեր թշնամիներ չեն։ Մեր թշնամին ռուսնա չէ, իրանք մեր թշնամի չէ։ Շատ բարեկամական են արել այն ինչ որ իրանք արել են։ Երևի տենց է բարեկամությունը։ Նաև ադրբեջանական կողմը չէր վերադարձրել գլուխը։ Ապրիլյան պատերազմում Թալիշը մնաց հայկական հսկողության տակ, սակայն ադրբեջանցի զինծառայողներ այնուամենայնիվ ներթափանցել էին գյուղ։ Միեդի վճռում կան այդ մասին վկայություններ։ Ամբողջ դատական գործընթացում Բաքուն պնդել է, թե սպանված խոշտանգված զինծառայողների հետ կապ չունեն, գուցե հայերն են արել հակառակորդին վերագրելու համար։ Իհարկե մենք ենք արել։ Ոնց դա է պնդում Նիկոլի պրոպագանդիստները Հայաստանում։ Իրանք բարեկամներ են։ Մենք ենք խոշտանգել մեր գերիներին, չէ, մեր զինվորների, մենք ենք գլխատել։ Հա, Թուրքիայում էլ այդ մասին խոսակցություն գնում։ Մենք ենք իրականացել ցեղասպանությունը Թուրքիայի տարածքում։ Բա ոնց, որ դու հրաժարվում ես քո պահանջատիրությունից, այն ժամանակ վստահ եղի ոչ։ Դիտերից գալիս է հենց քո նկատմամբ այդ մեղքերը։ Չկան սակայն բացատրություններ, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հայ զինվորի գլխի հետ նկարվում, հայրենակիցների առջև պարծենալով։ Ադրբեջանական առարկությունները այս առումով արդյունք չեն տվել, Եվրոպական դատարանը գտել է, որ պատասխանատուն հենց ադրբեջանական ուժերն են։ Խոշտանգման զոհ ոչ միայն Հայկ Թորոյանն է ճանաչվել, այլև նրա ընտանիքի անդամները, որ անասելի տառապանքներ են կրել հարազատի դաժան մահվան ու նրան խոշտանգված հուղարկավորելու պատճառով։ Գիտեք, sense քանի գործ կար եւ 44 օրյա պատերազմից։ Ես այս առիթով մի կարճ ձայնագրություն եմ արեցել, ես ուզում եմ ուղղակի որպեսզի չկրկնվեմ, լսենք մի անգամից դա։ Եվ այսպես ես ուզում եմ բոլորին շնորհավորել առաջին նախադեպային հաղթանակի կապակցությամբ։ Եվ այսպես քառօրյա պատերազմի հետ կապված եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանական բանակին որպես այս պարագայում ռազմական հանցագործ ճանաչելու առումով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կպարտադրեն հետաքննել գործը, թե ինչպես է դա տեղի ունեցել այդ հանցագործությունները, գլխատման դեպքերը, խոշտանգման դեպքերը եւ կպարտավորեցնեն տուժող կողմին վճարել 90,000 եվրոյի չափ փող։ Ինչով է սա կարևոր։ Պետք է հասկանանք, որ նման բազմաթիվ հանցագործություններ կար, գրանցված, փաստերով ապացուցված, նաև 44 օրյա պատերազմի հետ կապված եւ դրան հաջորդող բոլոր պատերազմների հետ, այն բոլոր ներխուժումների եւ ռազմական հանցագործությունների հետ կապված, որ իրականացել է ադրբեջանական բանակը։ Բայց այդ բոլոր кейսերը հետ է կանչել Փաշինյան Նիկոլը դատարաններից, որովհետեւ պետք է փրկի Ալիևին։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր ընտրել են Փաշինյան Նիկոլի, փաստորեն իրանք ընտրել են Ալիևին ռազմական հանցագործություններից փրկելու ճանապարհը։ Իսկ այն հանգամանքը, որ դուք փրկում եք Ալիևին ռազմական հանցագործ ճանաչելու հեռանկարից, դա դեռ չի նշանակում, որ Ալիևը ձեր նկատմամբ кейսեր չի հարուցելու։ Իր մոտ դեռ Արցախի ճակերտավոր օկուպացիայի դեմ Հայաստանից 150 միլիարդ դոլար ակնկալիքը կա։ Ու եթե մի օր ինքը դիմեց ու ինքը անպայման դիմելու է դատարան դա ստանալու համար, պետք է Նիկոլ Փաշինյան ընտրողները հասկանան, որ այդ փողը պետք է փան իրենք։ Այդ հարցը մնալու է իրենց վրա, որովհետև դրա փոխարեն վաղուց պետք է Ալիևը նստած լիներ Նետանյահուի եւ Պուտինի կողքը որպես ռազմական հանցագործ։ Իսկ ինքը այսօր եվրոպական ժողովների է մասնակցում, հայտեր է ներկայացնում Հայաստանի դեմ, Սևանի, Երևանի, բոլոր տարածքների, Զանգեզուրի, բոլոր տարածքների դեմ հայտեր է ներկայացնում, մենակ մի բանի պատճառով, որ շնորհիվ ձեզ ու Փաշինյան Նիկոլի ինքը չի ճանաչվել դեռ ռազմական հանցագործ։ Այդ բանալի բառը ստեղ դեռն է։ Օրը գալու է ինքը ճանաչվելու է ռազմական հանցագործ։ Ուղղակի դա կլինի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք մեր ազգային իշխանությունը եւ մեր պետությունը կսկսի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանել միջազգային այցաններում, ոչ թե Ալիևի իրավունքները, հա։ Երրորդ լավ լուրը այսօրվա ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, երևի բոլորդ հիշում եք այս պայծառ դեմքը, սա այն երեխան այն մայրիկի հետ,
որը ենթարկվեց գռեհիկ հարձակման Փաշինյան Նիկոլի կողմից, հիշում եք մետրոյում։ Եվ այո, մեր բալիկը Բաթումին անցկացնող մրցումի ժամանակ, աշխարհի մրցումի ժամանակ կրկին հաղթել է շախմատիստ է ինքը, կրկին հաղթել է թուրք մրցակցի։ Սա արդեն երկրորդն է։ Հարձակումից հետո սա երկրորդ հաղթանակն է։ Այդ հարձակման օրը ինքը գնում էր միջոցառումը, որտեղ պետք է ընտրեին ով է մասնակցելու այդ մրցումներին։ Ինքը այդ ամեն ինչից հետո այդ ստրեսային վիճակում ոչ միայն հաղթեց դարձավ մասնակից այս առաջնությունների ժամանակ, այլ արդեն երկու հաղթանակ ա բերել։ Երկու անգամ էլ հաղթել է թուրքի։ Այսենց են հակադարձում թուրքերին եւ տեղական եւ դրսի։ Միայն այսպես։ Հիմա լսենք ներսի թուրքի հայկական գլուխգործոցը։ Ածա աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Վարչապետ Փաշինյանը զարմանում է, ինչ խնդիր կա, որ ազգային անվտանգության ծառայությունից իշխանական կայքեր ու էջեր են արտահոսել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը։ Հասուն ԱԱՑ-ից ով ինչ ուզի կարող արտահոսի։ Բայց հիշում եք սա հիստերիկ արձագանքը, թե ինչու է ոստիկանությունից արտահոսել մանկապարտության դեպքը, որ ինքը պահանջում էր գտնել ու պատժել բոլոր ոստիկաններին, որոնց միջոցով կարող է արտահոսած լինի մանկապարտության դեպքը։ Հիշում եք Արարատում։ Բայց հիմա ինչ կապ ունի, ինչ է եղել, որ ԱԱՑ-ն տիրապետում է ինֆորմացիան, ինքը հանգիստ կարա տնօրենի այդ ինֆորմացիան ոնց ուզենա։ Լսեք շարունակությունը, հետո ես իմ ասելիքը կասեմ։ Օդանավակայանից Փաշինյանի պատկերացմամբ մարդկանց մասին անձնական տեղեկությունների տիրապետող ԱԱՑ աշխատակիցը ինչ կուզի կանի։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիանը կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի։ Բայց դուք եք ինչ վստահությամբ ասում, իր տիրապետած ինֆորմացիան կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի։ Ինքը կարող է ձեր թաղի կոշկակարն է։ Թող կոշկակարն ինձ ներեն, որովհետև եթե կոշկակարը մի բան գիտի, ինչ ուզենա անի դրա հետ։ Բայց ուզում հասկանամ էլի։ Դուք ԱԱՑ աշխատողներ, դուք հասկացաք, որ այսօր Փաշինյան Նիկոլը ձեզ նույնականացեց կոշկակարների հետ։ Դուք էլ ինչ ազգային, էլ ինչ անվտանգություն, էլ ինչ ծառայություն։ Ձեր ոնց որ թե մի հատ համայնքա, կոշկակարների համայնք։ Դուք ինչ ուզեք, սրանց հետո կարող եք ասել։ Եվ ամենակարևորը, սա բացահայտ այնքան վստահությամբ է ասում, որ կարելի է պետական գաղտնիքները ցպնել օդի մեջ, էլի։ Ինչի՞ չէ որ այլ մանկապարտության դեպքերը, որոնք թաքնված են եղել, պետք չի կարելի դրանք բացահայտել։ Բայց երկրի գաղտնիքը, քեսի բան, մեր երկրում գաղտնիք է, ինչի մնացել թուրքերից։ Ինչ խնդիր կա դե։ Դե բանալի բառը ինչ կուզի կանի։ Մոտավորապես սա Փաշինյանի պատկերացնում է պետության մասին։ Ինչ կուզի կանի տարբերակը չի վերաբերվում պետությանը։ Դա ավելի շատ երևի վերաբերվում է պետությունից դուրս փողոցային պատկերացումներին։ Իսկ ուր մնացին սահմանադրությունն ու օրենքները, որոնցով ամրագրվել են քաղաքացու իրավունքները։ Փաշինյանին է դիմում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Անձնական տվյալների պաշտպանությունը սահմանադրության պահանջն է, ու այդ նույն սահմանադրությամբ է որոշված քաղաքացու անձնական տվյալները մշակվում են օրենքով սահմանված նպատակով, հիմքերով, շեշտում է իրավապաշտպանը։ Մենք ունենք սահմանադրություն, մենք ունենք օրենքներ, որոնք պաշտպանում են քաղաքացուն, քաղաքացու անձնական կյանքը եւ ԱԱՑ կամայական աշխատակցի որոշմամբ եւ կամ աշխատակիցը նման որոշման վճիռներ կայացնելու իրավունք չունի, ոչտված չէ այդպես իրավունքները։ Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը ոչ մի պարզաբանում չի տվել, ինչ հիմքով ու ինչի համար է այդ տեսանյութը հասել իշխանական կայքեր։ 4 օր առաջ ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդը երրորդյա այցով պետք է մեկներ Մոսկվա, Զվարթնոցում արգելել էին։ Հետո էլ տարածել տեսանյութը, որ Ռոբերտ Քոչարյանը անձնագրային ստուգման կետում աշխատակցին է փոխանցում տոմսն ու անձնագիրը։ Լսենք այս մասին ինչ ասում Հակոբ Բադալյանը։ Սա հայտարարությունը պետության ավարտի մասին։ Անշուշտ։ Սա հայտարարությունը պետության ավարտի մասին։ ԱԱՑ աշխատակիցը ոչ միայն իրավունք չունի կազմակերպել արտահոսք, սա Հակոբ Բադալյանի մասն է,
այլ նրա պարտավորությունը թույլ չտալ պետական լիազորությունների կիրառմամբ ստացված անձնական տվյալների, տեսանյութերի եւ այլնի արտահոսքը, ինքը ոչ միայն չի կարող, ինքը պետքա կանխի բոլոր արտահոսքերը։ ԱԱԾ աշխատակիցը կրկնում եմ ոչ միայն չունի, այլ իրավունք մի խոսքով, որի մասին ասում է Փաշինյանը, այլ նույնիսկ դրա լրիվ հակառակ պարտավորություններն է թույլ չտալ արտահոսք։ Փաշինյանը չգիտի դա, իհարկե գիտի։ Հիանալի գիտի, բայց քանի որ աշխատակիցը արտահոսք է թույլ տվել, թերևս հենց քաղաքական հրահանգի շրջանակում Նիկոլ Փաշինյանը չի կարող դա խոստովանել, հետևաբար օժտումը նրան հավելյալ լիազորությամբ, այլ կերպ ասած, ծառայական բեսպրիձելով վարչապետ Փաշինյանը փաստորեն հայտարարում է Հայաստանում ծառայողական բեսպրիձելի արտոնման մասին։ Այստեղ վերջանում է հերթական անգամ վերջանում է պետությունը։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ ընտրածների համար սա էական ոչ մի նշանակություն չունի, բացարձակապես։ Իրանք եթե ատում են Քոչարյան Ռոբերտի, նշանակում է այն ինչ որ կատարվում է Քոչարյան Ռոբերտի նկատմամբ, չորով ասած հասնում է։ Բայց նորից եմ կրկնում այդ շերտի համար, չունեմ իմաստնույթ թե չունի։ Երբ որ դուք ստեղծում եք մի վիճակ երկրում, որտեղ արդեն անձնական տվյալների արտահոսքը եւ ընդհանրապես ԱԱԾ աշխատողը նույնականացվում է կոշկակարի հետ իր պարտականությունների շրջանակներում, դա հնարավոր չի, որ մի օր դա ձեզ չվերաբերվի, հասկանում եք։ Հնարավոր չի, այն ժամանակ դուք ընկնելու եք օրենք փնտրեք։ Ձեր վրա ծիծաղելու են, ասեն, ինչ օրենք արա, ինչ ես խոսում։ Վարչապետը չի ասել, ինչ ուզի կարտաթորի։ ԱԱԾ-ն ինքը չի ասել, ինչ օրենք։ Օրենք է այսօր, այնա ինչ որ Փաշինյան Նիկոլը այդ պահին ասում է։ Նույնիսկ եմ կրկնում, Փաշինյան Նիկոլ ընտրածը այս հանգամանքների մեջ չի խորանում, ոստե։ Այսինքն, այտենց եղել է շահերի ժամանակ, ասենք, թագավորների ժամանակ, իր խոսքն է եղել, օրենքը։ Բայց նույնիսկ թագավորները չէին կարող օրեկան մի բան ասել։ Դե ապստամբություն կներ փողոցում։ Չնայած ճիվարներն ասում են, դե համաձայն չեք, կամ բան արեք, ապստամբեք։ Բայց մինչև դուք մտածես դրա մասին, հաստավիզներին ուղարկում է քեզ ձերբակալելու։ 700-ից ավել մարդ է ձերբակալված։ Դե համաձայն չեք, ապստամբեք, չեք ապստամբում։ Այս ոնց որ բանա, Ալեն Սիմոնյանն էր, ասում է ձեռները բռնեք, նա թքեմ դեմքին։ Հետո ասում է բան չխփեցիր, ինչի չպաշտպանվեցիր, այսպես։ Ուրեմն դա իրավունքում էի, դատախազն ասում այո, թքելը դեմքին, բան չի, հանցագործություն չի։ Հիմա պետք է դատախազը բացատրություն տա եւ ԱԱԾ-ն բացատրություն տա, որ անձնական տվյալների արտահոսքը դա հանցագործություն չի եւ իշը Փաշինյան Նիկոլն ասում է, եթե ինքը դրան տիրապետում է, ինչ ուզի դրա հետ կարող անի։ Դե արի իմաստի, ինչ է եղել միջևս։ Ես չեմ ուզում եկալ խոցանակ լսենք էլի։ Լսենք մի հատ տեսանյութը։ ԱԱԾ աշխատակից պրոբլեմ կա դե։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիան կուզի կարտահոսի, կուզի չի արտահոսի։ Ինչ խնդիր կա դե։ Սան արդեն դժվար է ինչ-որ մի բան ասելը։ Փաստացի հայտարարումը, որ ազգային անվտանգության ծառայության աշխատողը կարա արտահոսի ցանկացած ինֆորմացիա, որովհետև դրան տիրապետում է։ Ես հիշեցնեմ, ԱԱԾ պետը արդեն մի անգամ եղել է Բաքվում, հիմա էլի գնում են Բաքու։ Այսինքն ԱԱԾ պետը ոչ միայն Հայաստանում, այլ Ադրբեջանում ցանկացած ինֆորմացիա կարա տա, վաճառի, ինչ ուզի անի դրա հետ, նաև Ադրբեջանում, որովհետև ինքը դրան տիրապետում է։ Ասել է թե Հայաստանում գաղտնիք չկա։ Ասել է թե Հայաստանում ցանկացած գաղտնիք կարա արտահոսի մի բանի պատճառով, որովհետև Նիկոլ Փաշինյանը տենց է որոշել, եւ մյուս պատճառը, որովհետև ԱԱԾ-ն ի պաշտոն է տիրապետում է այդ ինֆորմացիային։ Սա երկրի դավաճանությունը, երկրի նկատմամբ դավաճանական քայլերը արդարացնող հայտարարություն է։ Սա ինքնին արդեն հանցագործություն է։ Հետո մյուս կողմից, բա դու ո՞նց ես կաթողիկոսին, այլ մարդկանց մեղադրում օտար երկրի գործակալ լինելը, հա? Ինչու՞ն ես մեղադրում, երբ որ քո ԱԱԾ աշխատողները նույն բանը կարող են անել։ Այդ դեպքում ո՞րն է դրանց հանցագործությունը։ Ո՞րն է դրանց հանցանքը։ Մենք էս ուր ենք հասել։
Հիմա ես ավելի շատ հարց ունեմ ոչ թե Փաշինյան Նիկոլի, ես գիտեմ ինքը ով է։ Ես գիտեմ, որ ինքը դավաճան է, որ արդարացնում է դավաճանությունը։ Հարց սրան ձայն տվողներին։ Դուք գոնե հասկանում եք ում եք ձայն տվել։ Սանայք։ Ասկեդը ադրբեջանցիները ամեն օր մեթոդաբար խոսում են ադրբեջանցիների վերադառնալու մասին։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը։ Ամեն օր սրա մասին խոսվում է ու ձեռքեր հետել ասվում է, որ սա է լինելու խաղաղության պայմանագրի հիմքում։ Իսկ Փաշինյան Նիկոլն ասել է, ես ստորագրելու եմ ցանկացած պայմանով, որ մենք պատերազմի չեն գնալու, մենք կոնֆլիկտի չեն գնալու։ Իրանք պարզ ասում են, սա է լինելու հիմքում։ Ոչ միայն սահմանադրություն փոխելը, այլ նաև վերադարձի իրավունքի ապահովումը պետք է լինի Փաշինյան Նիկոլի օրակարգում, այս խաղաղություն կնքելու ժամանակ։ Ինչ եք կարծում։ Ու ինքը ասում է, որ մենք մեր Հայաստանի գործընկերների հետ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ինչ եք կարծում, ստում են։ Ինչ եք կարծում, Փաշինյանը խոսք չի տվել։ Ինչ եք կարծում, Փաշինյանը հիմա չի սկսելու իր նախիդին համոզել, որ դա է։ Դա է տարբերակը խաղաղության բանից։ Իսկ դա բերելու է նաև իր երթին ուրիշ հետևանքների։ Ինչելոց ասեմ, իրենք ոչ մի իրավունք չունեն Հայաստանում, բացարձակապես ոչ մի իրավունք չունեն, որովհետև բոլոր նրանք, ովքեր գնացել են, եկել են, կամ իրենց ունեցվածքը վաճառել են, կամ արդեն 90 թվականին դրանց փոխհատուցումը տրված է։ Ոչ մի իրավունքի մասին խոսք չի կարող լինել, բայց իրանք ասում են, իրանք պնդում են ու Հայաստանից ձայն չկա։ Ոչ մի ձայն Հայաստանից հոխորտում են մարդկանց վրա, տեղացիների վրա։ Սա նայեք, սա Ադրբեջանն է։ Գալիս են տղեկը, գալիս են այդ խաղաղ ապրելու։ Նիկոլ ընտրողներ։ Ու իրանք քննարկում են հայկական դպրոցներում ինչ են խոսում մեր մասին, իրանց մասին։ Ինչելուց ասեմ, չափազանց ակտիվացել են ադրբեջանական եւ թուրքական բլոգերները Հայաստանում։ Չափազանց փողոցներում են նկարում, վերնիսաժում են նկարում, ծաղրում են, հələ սրանցն է ասում, ասանք եկել են, կոտորել են, մեր հողի վրա ապրում են, արարատներ իրանց լեռն են համարում։ Ինչ ասես հիմա կա Հայաստանում։ Ես չգիտեմ թվականակով հայերն են շատ արդեն Երևանում թե ադրբեջանցիները, բայց ես պետք է ասեմ, որ վիճակը շատ լուրջ է, քանի որ մեր ԱԱԾ-ն ինֆորմացիա տարածելով է զբաղված, չթույլատրված, իրանք ժամանակ չունեն եւ ամենակարևորը հրանք չունեն կասեցնելու, կանխատեսելու, մի խոսքով նեյտրալիզացնելու են պոտենցիալ վտանգները, որը կա Հայաստանի գլխին կախված։ Մի բան էլ ասեմ, թողելի հիմա Վորնոսները կապեն, որտեղ ես դա մասին խոսացել եմ, չէ՞ էլի։ Ուրեմն Հայաստանում գյուղերը գիտեք որ, սահմանամերձ գյուղերում 250 դպրոց է փակվում։ Փակվելու սեպտեմբերից։ Բայց դրա դիմաց փոքրիկ գյուղերում, որոնք ունեն ընդամենը 20, 30, 50 աշակերտ, մեծ դպրոցներ է սարքում։ Շատ մեծ։ Որ այդ գյուղին այդքան մեծ դպրոց պետք չի հաստատ։ Համար 1 խնդիր։ Այդ շինարարության վրա աշխատում են թուրքեր, ադրբեջանցիներ։ Իհարկե հիմա այն հայտնի համույթի անդամները նախերի կասեն, դրանք ադրբեջանցի չեն, դրանք Իրանի ադրբեջանցիներ են։ Վստահեցնելը, որ պորտները կտրելու ժամանակ իրանք ընդեղ են եղել, հենց այդ օրվանից էլ այդ ադրբեջանցիներն ասել են, չէ, մենք Հայաստանի բարեկամներն ենք, մենք այն ադրբեջանցիներից չենք, իրանք ամեն ինչ գիտեն, հա, կպնդեն, այդ ադրբեջանցիները այսօր մեր մոտ հարյուրներով տարբեր շինարարության կազմակերպությունների մեջ աշխատում են, իսկ ոչ մի
Ոչ մեկը չի ասում այդ շինարարական կազմակերպությունները, ուսում Հայաստանում աշխատող չկա, որ դու ադրբեջանցի ես վերցնում կոմոդ շուտանքի։ Վստահ եք չէ։ Վստահ եք հակառակն է։ Հակառակն է, երևի քվոտա ունեն, դու անպայման այսքան կոմոդ պետք է ադրբեջանցի ունենաս։ Փաստը այն է, որ կան։ Մի փաստ էլ կա, որ պետք եղած ժամանակ իրանք կարան այսպես մի քլիկով հավաքվեն ու հետևանքները ես չեմ ուզում նույնիսկ կանխատեսել։ Մյուս փաստներ ամենահետաքրքիրը։ Դու չհասկացա, մի կողմից Գյուրի դպրոցներն ես փակում, մյուս կողմից փոքրիկ դպրոցման Գյուրում դպրոցները կարողացում որ այդքան աշակերտ չկա, ում համար է դա։ Գուշակենք դրանք ում համար են սարքվում։ Տարածքում այդքան չկա երեխա, գուշակենք ում համար են սարքվում։ Կարող է սրանք պետքա գան սովորել մեր դպրոցներում։ Մտածեք։ Այսօր տեսա ես մեկին, որ ասում էր, քյուսի բան։ Թողան ի՞նչ ա եղել, կարող է ադրբեջանցիներ մեկ ապրելու փորձ չունենք։ Ես արդեն տեսել եմ։ Ես արդեն այդպես անասուններ տեսել եմ, այո, մի զարմացեք, այդպես անասուններ կան։ Ես ուզում եմ այս հարցը զրույցը լսենք։ Փաշինյան is claiming that Փաշինյանը պնդում է, որ այժմ խաղաղություն է հաստատել Ադրբեջանի հետ, այսպես կոչված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով։ Հավատում եք, որ խաղաղություն է հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հյուրը պատմաբան Միխայել Հեզեմանն է։ Պատմաբան։ Do you believe? No, of course not, because Azerbaijan is demanding. You know, and we have no idea when it ends, when we stop demanding. Դու հավատում ես, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, որտեղ նրանք անդադ պահանջներ են ներկայացնում, եւ օրական ավելի մեծ պահանջներ են ներկայացնում։ Մարդը կողքից այդ ամեն ինչը հասկանում է։ Գիտեք ինչի՞, որտեղ մարդը։ Որովհետև մարդը տրամաբանություն ունեցող, ուղիղ ունեցող մարդը։ Մի բան, որ պարզվեց ամենքին տրված չի։ Ադրբեջանցիները տեսեք ինչ ռեկլամ են անում այս լիճվածքին, նայեք։ Ալիևի շփում իր ժողովրդի հետ եւ Փաշինյան Նիկոլի։ Ալիևը այսպես ցանցի հետևում է կանգնում, որ այն կողմից իր նկարները դուք հասկանում եք այնտեղ ինչ վիճակ է Ադրբեջանում։ Ես չգիտեմ ով ինչ է տեսնում այս նկարի մեջ։ Ես մի բան եմ տեսնում, որ Ադրբեջան պետությունը քանդել է։ Դու պատկերացեք այդտեղ հիմա վիճակը։ Այսինքն ընդամենը մի քանի կարևոր կոճակների վրա սեղմել է։ Ինքը ամբողջ ժողովրդին այսպես գետոյի վերածած այս սետկից հետո է ապահում, այն կողմ ապահում, ու միաժամանակ իր նկարները այնտեղ պետք է բարձր պահեն։ Այսինքն ժողովրդի աջակցություն իրան։ Այս լակոտ լուկուտը որ ղժղժում են, սրանք լակոտները, խմբակները, սրանց առաջի կրակոցը, առաջի խլոպուշկեն որ պայթեց սրանց մեջ, իրաց հետքը չեն կարա գտնենք, հետքը, բայց եթե այսքանի ձեռը հայտաս, ամեն մեկը մի կտոր կուտի ուղակի, կուտի, որ հետո պարսենա, որ ինքը հայի միսակ էր, բայց մի հատ բան պայթեց սրանց մեջ, սրանց բան չի ման, Թուրքիան էլ է ամեն դեպքում, այս հենց է, Ադրբեջանի վիճակը, ընդեղ պետականություն գոյություն չունի, ընդեղ հետևաբար չի կարող ուժեղ բանակ լինել, հիշեք, ստդուկների բանակը լավ բանակ չի, ինքը չի կռվում, ամենավատ բանակը դա ստդուկների բանակն է, որտեղ կռվող ինքը մոտիվացված չի, ում համար կռվի, Ալիևի, ինքը այս վիճակում ապրում, ու կանգնած նայում աբրեկները, շատ բարդ վիճակի մեջ է Հայաստանի կառավարությունը, շատ, Միրզոյանը եվրոպական երկրներին հորդորում արագացնել Հայաստանին աջակցելու քայլերը, փող է պետք, խեղդում են իրանց, ամբողջ միրգը բանջարեղենը փչանում է, փող է պետք, որ գոնե ժամանակավոր էս բաները իրանք մեղմեն, խոստանալով, որ իրանք անպայման գալու են Եվրոպա, անպայման, իրանց օգնությունը չափազանց պետք է, մյուս կողմից
այնքան անելանելի է վիճակը, որ Փաշինյան Նիկոլը պատրաստվում է մասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Սրանց նման կապիկ քաղաքական եւ մնացած բոլոր իմաստներով աշխարհը չի տեսել։ Բայց ինքն էլ է հասկանում, որ նրան սպասող չկա։ Իմջալոց Պուտինը դեռ չի շնորհավորել։ Տեսա ոչ մի բան չի ստացվում, ոնց որ թե այցելությունը հետաձգել է, ասում է կգամ միջ կառավարական ԵԱՏՄ-ի նիստի։ Գնա լսի նվաստացումները քո մասին, արժանի, որը գլուխդ կախ հետ կգաս։ Հետո կբացատրես Եվրոպային, որ դու ստիպված ես գնալու։ Այսինքն այսօր ինձ հարցնում են, եթե երկրորդ փուլ լինի, ինչ եք կարծում։ ԿՊ-ին ձայն տվող կլինի։ Ես վստահ եմ, որ այն 4 կոտանիներից իհարկե մնացել է ձայն տվող կլինի, բայց հասկանանք ես 10 քանի օրվա մեջ, արդեն 12 օրվա մեջ, ինչ փոխվեց Հայաստանում։ Մի քանի բան կարևոր։ Աքսիզների թանկացման մասին հայտարարությունը տարվա վերջին։ Շատերին ասեց, որ օպա, ոնց որ լավ բան չեմ արել։ Այն մարդկանց, որոնք միլիոններով փող են վերցել վարկացած տոկոսադրույքով, սա էլ եվրոպական շուկա էր խոստացել, մի մտածեք ռուսականի մասին, դուք պղպեղ մենակ արտադրեք, ես Ֆրանսիայում Ուրսուլա ֆոն դեր Լայնի հետ հատը մի եվրոյով կծախեմ։ Այնք էլ հասկացան, ոնց որ օպա, ոնց որ ես գցեց, ոնց որ դի սուտ էր մեծ, իհարկե մեծ սուտ էր։ Մյուսը, ամենակարևորը, ինչ ա լինելու իրաց տնտեսությունների հետ, որովհետև այս անհաջողությունը, այս մի սեզոնի միրգը չգնալը, դա այսօրվա անհաջողությունն է, ինչ անելու մյուս տարի, ինչ անելու այն մյուս տարի, որովհետև Եվրոպա արտահանելը, ինչու մի բան, այն էլ բանը, միրգ, բանջարեղեն, դա առնվազն 5-ից 7 տարի է տևում, 5-ից 7 տարի, պրոցեսը մենակ։ Իսկ գյուղացին հասկացա, որ այն միամիտ աշկերով թրվռացող այն պապուասի նման որ ծափ էին տալի Եվրոպային գնում չէ ոնց որ չեն գնում իսկ դրանից ավելի դաժան բան կա երբ որ դու արդեն արտադրանք չունես քո երկիրը լցվում է թուրքական արտադրանքով որը դու ոչ մի ձևով բացակից չես եւ դու ոչ միայն այս տարի դու մյուս տարի էլ չես կարող արտադրես այն մյուս տարի էլ չես կարող արտադրես որովհետեւ դու պարզ մրցունակ չես, որտեվ ինքը եւ ավելի հեշտ տաքացնում իր ջերմոցները, գազը իր մոտ ավելի էժան է, եւ տեխնոլոգիապես ավելի առաջ է, քան դու կարող ես դա քեզ թույլ տալ։ Մի խոսքով։ Եթե տեսեք ինչքան ձայն է կորում, եւ եթե կրկին ընտրությունները դա լինում է 1-2 ամսից, էլ ում է համոզելու, որ եթե դուք ինձ չընտրեցիք սեպտեմբերին պատերազմ լինելու, բայց վախեցածների հարցը ոնց է լուծելու։ Ոչ չի կարող ասի, պայմանավորվեցինք սեպտեմբերին չի լինելու պատերազմը, բայց որ ինձ չընտրեք, դեկտեմբերին ալնելու։ Պատկերացնում եք, ասենք լոգիկան, էլի։ Հիմա պետք է համոզի, չէ, հետաձգել ենք պատերազմը, եթե ինձ չեղաք, չընտրեցիք դեկտեմբերին լինելու։ Չէ որ իրան նաև ընտրողների մեջ կային մարդիկ, որ վախեցել են ուղղակի իրենց արձանանալու համար թեկուզ ասում են, որ մենք վախեցել ենք, որ սա իրոք պատերազմ կբերի մեր գլխին։ Հիմա այս փաստերը, այս խոսույթները, էլ այդ ազդեցությունը չեն ունենալու։ Հետո մարդուն հնարավոր է նույն բանով մեկ անգամ վախեցնել, երկրորդ անգամ իրան դառնում է իր համար սովորական բան։ Եվ այսպես այն ինչ որ մինչև հունիսի 7-ը չկա, որ մի անգամից հենց հաջորդ օրը հայտարարել են թանկացումների մասին, խմիչք, ալկոհոլ, ծխախոտ, այնտեղ բենզին, գազ, չկա մինչև ամսի 7-ը, նուր է, հենց ամսի 8-ին հայտարարեց դրա մասին։ Արտահանում չկա, դրա փոխարեն լինելու է էքսպանսիա թուրքական ապրանքների եւ պատերազմի բացակայություն։ Ոնց թե, ինքը չի կարող ասի, զանգել եմ, պայմանավորվել եմ, սեպտեմբերին չկրակես, դեկտեմբերին ես կրակելու։ Սա էլ նարսի պատասխանը ինչ կլինի, եթե լինի երկրորդ փուլ։ Ես մոռացա ասեի, որ այսօր ես հեռախոսազրույց ունեցա Վարդան Ղուկասյանի հետ, ես սկզբից երբ պետք է ասեի,
Միասին քննարկել ենք Սամվել Կարապետյանի դիմումը, անդիմադիր ուղերին, թե ինչ ակնկալում, ինչա պետք անել, ոնց է պետք մոտենալ այս հարցերին։ Ինքը անպայման իր հայտարարությունը կանի, ես չեմ բացահայտի ոչ մի բան, բայց ուզում եմ իմանալ հարգելի ժողովուրդ, որ Փաշինյան Նիկոլը չի կարող այս ձևով իշխանությունը զավթի, եւ եթե մի քիչ կարողանա ավելի կազմակերպված հանդես գա Սամվել Կարապետյանը, ինքը կարող է հանգիստ ապահովի կամ երկրորդ փուլ, կամ նոր ընտրություններ, որտեղ Փաշինյան Նիկոլը ոչինչ չի կարող անել արդեն։ Չկա այդ ռեսուրսը։ Էլ ստի ռեսուրսը պակասել է։ Բնականաբար վստահ եղեք, ձայների վերաբաշխումն է ուրիշ ձև լինելու, քան հիմա էր։ Ուրիշ ձև է լինելու։ Բայց իշխանական ռեսուրսները ստի լուրջ պակասել է։ Էլ չեմ ասում մարդկանց հոգնածությունը այս վիճակից։ Եվ ամենակարևոր բանը, որ իրանց մեջ երևի մի քիչ ուղեղ ունեցողների մեջ շրջվեց, որ Փաշինյան Նիկոլը ընտրությունները չի կեղծել։ Բոլորը հասկացան, որ Փաշինյան Նիկոլից լավ ընտրություն կեղծող նույն Սերժ Սարգսյանը չի եղել։ Նույնիսկ նա գոնե ասենք նկարում էր թիվը, հետո էլ հայտարարում էլի, սա նույնիսկ չսպասեց թիվը նկարեն։ Սա ինքը հայտարարեց ինչքան պետք է նկարեք։ Սա ենք քննարկում Վարդան Ղուկասյանի հետ, իսկ ավելի մանրամասն իր վերաբերմունքը այդ միացության միանալու հետ կապված ինքը կհայտարարի, ենթադրում եմ, այսօր իր հնարավոր եթերի ժամանակ։ Հիմա գնանք Մոսկվա։ Вы не поверите, но по этому нефтяному резервуару прилетела российская же ракета ПВО. Внимательно посмотрите на этот кадр, где виден белый реверсионный след от ракеты, которая поднялась с земли. Затем эта ракета проходит через черный дым и начинает опускаться ближе к земле. Через секунду происходит взрыв самого резервуара. Но более четко ракету видно вот здесь. Вот тут ракета вылетает из-за дома, а затем четко прилетает в резервуар, от которого позже отрывает крышу. При этом напомню, что БПЛА за собой белый след не оставляют, а тут мы его видим сразу на нескольких ракурсах. То есть корявое ПВО сегодня стреляло вообще куда попало. Уже появилась куча роликов, как ПВОшники промахиваются по дронам, но куда-то же после эти ракеты в итоге прилетают. Получается, что ПВО не только не может защитить промышленные объекты, но еще и опасно для самих граждан. Խոսքով ովքեր չնայած ռուսերեն մեծ թուրքի ընկերների համար բացատրեմ, որ նկատել են, որ այս պայթյունները, որտեղ ես զարմացա ոնց կարող է դրոնի հարվածից այս աստիճան պայթյուն լինի, որ ամբողջ տանիքը այդ վերամշակման գործարանի բարսանավերև շավանական չի էլի, կարող է ինքը տեխնիկական վնասներ տա, բայց որ այդ ամբողջ ռեզերվուարը պայթեցնի անի, շատ քիչ հավանական է։ Տեսել են, փաստորեն այդ հակաօդային պաշտպանության հրթիռներն են, ուղղակի անկանոն կրակել են, որից մեկը եկել է խփել հենց իրանց ռեզերվուարին։ Այսօր հսկայական 300 դրոն, հսկայական հարձակում ա եղել, 300 դրոն Մոսկվայի երկու նավթավերամշակման գործարանի վրա։ Ապրիլից Էսկոմ արդեն Մոսկվայի շրջակայքում 9 նավթավերամշակման գործարաններ են կարողացել պայթեցնել եւ հանել աշխատանքից։ 9։ Եվ հետևանքները իհարկե շատ սոսկալի են, ես մի քանի բան ուզում ցույց տամ։ Սրա մասին է ասում հենց իրենց քաղաքապետը։ Նայեք։ Всем москвичам и гостям столицы. В связи со сложившейся обстановкой мы вынуждены временно ввести некоторые ограничения на покупку всех видов топлива на наших заправках. На данный момент будет действовать лимит на продажу не более 20 литров, а дальше мы планируем перенять положительный опыт из Крыма и, скорее всего, введем систему талонов. Я прошу вас сохранять спокойствие и не создавать излишнюю панику. Երկու առաջ ես տեսա, բայց չանդրադարձա այդ թեմային, որ ղրիմում արդեն կտրոններով եւ 20 լիտրից ավել բենզին չեն տալի։ 20 լիտրը Ամերիկայի բնակչությանը տեղեկացնելու համար 5 գալոն ընդամենը։ Դուք պատկերացեք, դուք գնում եք բենզալցակայան, դες 5 գալոնից ավել չեն տալիս։ 5 գալոն։ Իմ մեքենան տանում է 17 գալոն։ Ձեզ տալիս են 5 գալոն։ Այդ 20 լիտրն է։
մոտավորապես էլի։ Ղրիմում էր այտենց, հիմա արդեն Մոսկվայում, որովհետև վիճակը վատ է, բենզին, դիզել չկա։ Եվ ոչ միայն դա է վիճակը վատ։ Բա զգուշացման Реально интересно, почему сегодня не было никакого оповещения. Ни воздушной тревоги, ни любого оповещения возможного. Это угроза жизни для людей. Что сегодня происходило ночью? Հասու հետաքրքիր է, որ ոչ մի նախազգուշացում չի եղել։ Ոչ օդային տագնապ է եղել, ոչ այտենց դեպքերի ժամանակ, որ լինում է, մարդկանց SMS-ներ են ուղարկում, բանություն, emergency տարբերակներ պետք է լինի, ոչ մի չի եղել։ Մոսկվան պատրաստ չի։ Մոսկվան ինքը չգիտի, որ ինքը պատերազմի մեջ է, ու առաջին անգամ չի գալիս Մոսկվայի վրա այդ դրոնները, էլի է եկել։ Ու ոչ մի բան։ Սա գիտեք ինչի մասին է խոսում։ Սա կասեմ։ Կառավարման համակարգ, կոռուպցիա։ Пожалуйста, если вы так издеваетесь уже над нами, верните нам стационарные телефоны, таксофоны. Я не понимаю, просто везде, даже нигде обычной сети нет, невозможно ни скорую вызвать, ни ребенку позвонить. Հասմա խնդրում եմ, եթե դուք որոշել եք այս աստիճանի մեծ ծաղրեք, գոնե վերադարձեք այն կաբելով հեռախոսները։ Որովհետև չի լինում ոչ իման զանգել, ոչ տապօգնություն, ոչ երեխայի հետ կապնվել, ոչ Wi-Fi կա, ոչ ինտերնետ կա, փակ է ամեն ինչը։ Փակ։ Սա Մոսկվան է։ Սա Ռուսաստանն է, որը հավակնում էր աշխարհի գերհզոր երկրորդ երկիրը լինել։ Պարզվեց ոչ Ամերիկան է գերհզոր երկիր Իրանի հետ համատած, ոչ Ռուսաստանը, Ուկրաինայի հետ կապված, ոչ Իսրայելը, էլի Իրանի հետ համատած։ Շատ բան է փոխվում։ Եվ շատ արագ է փոխվում։ Ինչի արդյունք է սա։ Համակարգ, կոռուպցիա, անպատասխանատվություն, անպատժելիություն եւ վերում էս վիճակը։ Ես կադրը նայելով, ես պատկերացնում ինչ է կատարվելու Հայաստանի հետ, եթե հանկարծ Հայաստանի վրա եղած։ Ինչ է լինելու Երևանում։ Որովհետեւ դուք չկասկածեք, որ սրանք ավելի լավն են կարող է լինելու, քան ասենք ռուսական հակօդային պաշտպանությունը, ռուսական էս չգիտեմ, այդ համակարգը, Հայաստանում համակարգ չկա։ Հայաստանում բոլոր ոլորտներն է նիկոլացված։ Եթե Հայաստանի գլխավոր շտաբի պետը ասում է, ինձ այտենց է պետք է տենց եմ ասել, այդ ժամանակ հետո ուրիշ բան ենք լսելու։ Դե մենք չենք կարող ամեն ինչ ձեզ ասել, մենք չենք ասում, որ խոճապ չլինի։ Ես հիմա նայում եմ Մոսկվայի եւ պատկերացնում ինչ է լինելու, եթե հանկարծ մի հատ դրոն ընկավ Երևանի վրա։ Ճանապարհ չունենք Երևանից դուրս գալու։ Երևանում թաքստոսներ չկա։ Ոչ մի հրշեջ մեքենա, ոչ մի բակ չի կարող մտնել։ Պարզ, որովհետև ամեն տեղ կամ շլագբաում է դրած, կամ գարաժ է սարքած, կամ խանութ։ Բայց դուք Նիկոլ Փաշինյանն ընտրեք։ Դե այտենց հարմար չէ։ Գիտեք, ամեն մարդ իր ճակատագրի դարբինն է, ժողովուրդները նույնպես, ազգերը նույնպես։ Դուք չեք կարող համ ընտրել Նիկոլ Փաշինյան, համ չունենալ խցանումներ, համ ունենալ բաց ճանապարհներ, համ ունենալ լավ արտաքին ներդրություն, այն արտակարգ իրավիճակների նախարարություն, չի լինի այդպես բան։ Համ դուք ունենաք ազատ բակեր, որտեղ եթե հրշեջն է պետք, կարողանա մտնի, տեղավորվի, ջուր վերցնի, ջուր բարձրացնի, չգիտեմ, հազար մի բան է պետք։ Ոչ մի մեքենա, դուք հասկանում եք, նույնիսկ Հայաստանում, Երևանում տեսել եք, որ ինչ որտեղ լինի փորձնական բաներ, նախապատրաստական։ Դրանք ասում են խաղեր ժամանակին։ Հա, չէ՞ մարզանքներ։ Դուք տեսել եք ուսումնավարժական մարզանք Երևանի ինչ որ մի հատվածում։ Դուք զանգեք այն փորձի համար, ասեք մեր բակում, հա, պրոբլեմ կա։ Տեսեք ինձ մեքենան կարա մտնի ձեր բակ։ Մտնի, հետո էլ դուրս գա։ Որովհետև կարող ասես մի տեղ մտնի, բայց ինքը պետք է զարմի ու դուրս գա։ Որովհետև հաստատ այնտեղ պատտվելու համար այդ մեքենայի մեջ
տեղ չի լինելու։ Եք չեմ ասում կենտրոնի մասին։ Ես այս տեսանելին նայում եմ, ամբողջովին մտածում, ինչ կլինի, եթե հանգստես բանը Երևանի դնում։ Սա ոչ թե խոճապ տարածելու համար է, որ մարդիկ սկսեն մտածել իրենք ինչ են բերել իրենց գլխին։ Заправка во время тревоги не работает. Вокруг херачат так, что мама дорогая. Я сижу и думаю, господи, лишь бы не сюда, лишь бы не сюда. До чего довели людей, что мы, рискуя жизнью, стоим в очереди, чтобы заправить. Ասում ես ինչ են հասցրել մարդկանց։ Նստած սպասում են բենզալացակայանում, բենզին լցնելու համար, ու ասում են, «Էս ուր ենք հասել»։ Աղոթում է, որ հանկարծ իրենց վրա դրոն չգա։ Տեսեք, իմ մոտ շատ հակասական է, ես կարող եմ ասել, «Դու ձեզ քիչ է հլը, ձեզ հասնում է», բա գիտեք ինչ, այսօրվա ձեզ վիճակին բերել է Արցախյան պատերազմը։ Այս վիճակը սկսվել է 20 թվականին Հայաստանում։ Դուք այս վիճակին եք, որովհետև 20 թվականին Հայաստանում դուք կազմակերպեցիք պատերազմ, որ դուք Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ ունենայիք ԵԱՏՄ-ի Ադրբեջան եւ Թուրքիայի հետ սահման, որ դուք կարողանայիք ունենալ դրա աջակցությունը Արցախի դիմաց։ Բայց ինչ եղավ արդյունքում։ Դուք չկարողացաք գրավել Ուկրաինան ձեր պատկերացած ժամանակի ընթացքում, Թուրքիան ոչ միայն չաջակցեց ձեզ հաղթելու մեջ, այլ սկսեց աջակցել Ուկրաինային դրոններով եւ ոչ միայն Թուրքիան։ Իսկ հիմա դուք նստած Մոսկվայում մտածում եք, Աստված չանի անգամ ձեզ գլխին դրոն ընկնի։ Էն էլ Արցախը դատարկելուց հետո։ Արցախցին էլ չգիտեր, դուք ինչ եք բերելու իր գլխին։ Ինքը մտածում էր, հա, դուք այնքան կազմակերպված ու պարտաճանաչ մարդիկ եք, որտեղ մտակ այնտեղ զենքով, տանկով, դուք երբեք թույլ չեք տա Արցախի դատարկում։ Սա ես չեմ չարախմի։ Բայց դուք հիմա վայելում եք այն ինչ դուք արեցիք Արցախում։ Դե հիմա պատկերացեք, որ դուք ամբողջ Մոսկվայով, Լենինգրադով, Սանկտ Պետերբուրգով պետք է թողեք ձեր տներն ու գնաք։ Հավերժ։ Դուք ընդամենը 1 օր եք ռմբակոծության տակ։ Պատկերացեք, ձեր հետ լինեն ինչ որ Արցախում արեցիք դուք։ Թուրքերի հետ միասին։ Հենց սա։ Այտենց այդ իմպերիաները, որոնք ոտնձգություն են կատարել Հայաստանի վրա, որպես կանոն ոչինչ անում են։ Ու Ռուսաստանի ոչնչացումը որոշվեց 3 օր առաջ հենց բանում Եվրոպայում։ Որոշվեց, որ այս պատերազմը պետքա վերջանա, Ուկրաինան պետքա հաղթի։ Այսօրվա հարձակումը պատահական չէր, ասես մասսայական։ Այնտեղ Զելենսկին ստացավ կանաչ լույս անմիջական եւ Եվրոպայի եւ Թրամփի կողմից։ Վերջ։ Այսինքն ռուսական իմպերիայի փլուզումը հիմա արդեն օրակարգային է։ Որոշեցին չէ Ադրբեջան հերիքա սենց։ Իրանք ուզում են հիմա տենց է որոշվել։ Կարող է վաղը Թրամփը քնից ելնի, ասի չէ, մի քիչ էլ օգնեմ, թող Ռուսաստանը մի քիչ էլ պատերազմի մեջ գնա։ Բայց այսօրվա վիճակով որոշում է նա, որ պետք է քանդվի այդ իմպերիան։ Եվ իմպերիան արդեն քանդվում է, եթե Մոսկվան ինքի վիճակի չի պաշտպանելու, Մոսկվան ամբողջ հոբ համակարգը տեղավորած է Կրեմլի կողքը, որ անգամ Պուտինի Կրեմլի ոչ մի բան չգա կապնի։ Դուք արդեն Մոսկվայում նույնիսկ բենզին չունեք, ասեք նավթ արտադրող երկրում, արտահանող երկրում բենզին չկա։ Իմ ջելոս նույն բանը ավելի վատ կարող լինի նաև Բաքվում, եթե հայկական դրոնները հասնեն Բաքու։ Ասեմ կլինի շատ ավելի վատ։ Շատ։ Հենց որ դա երկկողմանի սուր է։ Մենք էլ չգիտենք։ Մենք ինվենտարիզացիա չենք արել, մենք չգիտենք մեր բանակում ինչ է մնացել։ Եթե դրա գլխին կանգնի ոչ թե այս փսլինքը, այս փալասը, որ գերխավոր շտաբի պետ է, այլ որց տղա, հայ։ Որց մենք էլ չգիտենք այնտեղ ինչ է մնացել տակը։ Հաստատ մի բան կլինի։ Բայց նույնիսկ եթե ամենակատարյալ բանակը լինի, բայց դա գլխավոր շտաբի պետը, այն փալասն է, որ ասում են ժամանակը տենց էլ պետք է տենց ասեցի։
որ կսովածանան կգնան, բայց չեն սովածացել 2 տարվա մեջ, 3 տարվա մեջ, չեն ուզում գնան։ Նեցել են ինչ-որ հիմա կատարվում Ռուսաստանի, այսօր Մոսկվայում կարա լինի, եւ Բաքվում կարա լինի, եւ Երևանում։ 2 տեղը լինելու է խայտարակ։ Խայտարակ, ուղղակի հարցը ով առաջինը կանի։ Ով առաջինը հասնի դրան։ Եվ բոլորովին պատահական չի, որ այս ամեն ինչից հետո կառավարությունը հլի մի հատ ինքն է մուննած գալի քաղաքացիների վրա, չէ, էս ինչ պահվածք է։ Էս ինչ է, ինչ անեն, որ ձեր բակերում պայթունները մենք չեն կարողանում կասեցնենք այդ պայթունները։ Раздувает истерику, что в Москве, мол, нет укрытий. Вы вообще соображаете, на кого вы работаете? Ասում մարդիկ բողոքեն են, որ Մոսկվայում տեղ չկա, որ մարդիկ թաքնվեն, ինքն ասում դուք հասկանում եք, այդ հայտարարելով դուք ում համար եք դուք աշխատում։ Դուք թշնամու համար եք փաստորեն աշխատում։ Ինչի եք հարցնում, ինչի եք բողոքում, թե թաքնվելու տեղ չկա։ Սա է տրամաբանությունը ռուսական կառավարության։ Ոչ թե ներողություն խնդրել, որ չկա պաշտպանվելու տեղ, իրանք չեն կարողանում պաշտպանել, այլ մի բան էլ մունատ գալ, թե դու ինչի ես բողոքում, որ պաշտպանելու տեղ չկա։ Դու թշնամի։ Դու լինել թշնամի, դու թշնամուն ասում ես, որ մենք թաքնվելու տեղ չունենք։ Прекратите этим заниматься. Это же корректировка ударов, прямая наводка. Լսեք, սա Պետդումայի նախագահն է, Վալոդինը։ Թարգեք, դա օգնություն է թշնամուն, դուք ինչ եք անում։ Որ ասում է, գիտեք ինչ, որ վաղն էլ ասենց լինելու, մյուս օրն էլ ասենց լինելու, իսկ ոչ մի բան վերանայում գործունեության մեջ, ինչպես հիշում եք, այսօր իմացա, որ իմջալոց այդ խողովակը, որի վրա անցնելուց են աղջիկները, ընկելու մահացել էին, գետը տարել էր, այսօր որոշեցին հանեն, բայց դա կարող էին 20 տարի առաջ հանածանել, որտեղ պարզվեց այդ խողովակը ընդհանրապես ոչ մեկին պետք չի, ոչ մի բանի է ծառայում, բացի մարդ սպանելուց, բայց պետք է երևի մի քանի հոգի մահանար, հետո որոշեն, որ կարելի է հանել էդ, կամ եթե կամուրջը կամուրջ սարքել, կամ եթե պեչին չէ պահում սը, որ մարդիկ ընգնեն վրից մահանը, ասելիքս ինչն է, երբ որ համակարգը նեղած է, ինքը հետևություն երբեք չի անում, ոնց որ հիմա չի արել Վալոդինը, ոչ թե արագ որոշում է կայացել, որ անպայման մաքրել նկուղները, մի խոսքով ժողովրդին տեղեկացնել, որտեղ կարելի է թաքնվել, որտեղ վաղիններ կարելի լինի, չէ արձակում, չէ, դա փոխարեն մուննատ են գալի, չբողոքեք։ Վերջ, սա է ռուսական կառավարության տրամաբանությունը։ Հիմա տեղափոխվենք Իսրայել։ Մեր տարածաշրջան։ Նախկին IDF-ի Իսրայելի բանակի զինվորական պարզ հայտարարում է, որ ծառայել է իսրայելական բանակում 20 տարի, պարզ հայտարարում է, որ այն ինչ որ մենք ենք անում Իսրայելում, Պաղեստինում, դա մի բառով է կոչում, դա կոչում է ցեղասպանություն։ Հիմա լսենք իրանց ներքին գործերի նախարար Բեն Գվիրին Թրամփի հայտարարությունից հետո, Թրամփի պայմանագիրը ստորագրելուց հետո, Թրամփը ստորագրել է ասացից չէ պայմանագիր, եւ Իրանի կողմն էլ արդեն ստորագրել, Փեզեշքյանն էլ ստորագրել։ Հիմա լսենք սա ինչ է պատասխանում, որին իմջալոց ասեմ, զրկել են Ամերիկա մտնելու վիզայից։ להמשיך לפעול גם בניגוד לעמדה של ארצות הברית, כן, אנחנו מדינה עצמאית, ואנחנו לא יכולים להפסיק להרוס. Ասում է, ինչ եք անելու, լսելու եք բանին Թրամփին, իր կոչին, որ դադարեք խմբակոծելը, թե առհամարելու եք ասում, իհարկե առհամարելու ենք, շարունակելու են քանդել, ավիրել հարավային Լիբանանը, բնակելի տները, շարունակելու ենք նույն ձևով։ בתים בדרום לבנון, לא יכולים להפסיק, לא Մենք չենք կարող ասում թողել ժողովուրդը հետ գա իրացնանելը։ Սա պարզ ասում է, մենք շարունակելու ենք ցեղասպանությունն ու կոտորածը։ Շարունակելու ենք։ Դե հետնել վիրավորումը Թրամփին, ստեղ։ Թրամփը լիարդին հայտարարում է, որ ովքեր դեմ են մեր պայմանավորվածությունը, նրանք հիմար եւ նախանձել։ Բեն Գվիր, Նետանյահու բոլորը հիմար եւ նախանձել։
Տեսնենք ինչքան կմնա Թրամփի իր պաշտոնի, ես վստահ եմ, որովհետև Իսրայելը դեռ ունի բավական քանակությամբ կոնգրեսականներ, որ կարողանա impeachment կազմակերպի, բայց ինչքանով դա կփրկի Իսրայելը, դա է հարցը։ Իսրայելը դրանով չի փրկի, Իրանը դրանով չի թուլանա, որովհետև Թրամփը կյանքում դրան չէր գնա այս պայմանագրին, եթե ստիպված չլիներ, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ոչ թե Թրամփ։ Ինքը ստիպված է հիմա սա գնացել։ Ու ինքը պարզ ասում է, ես չլինեմ, Իսրայել չի լինել։ Ամերիկան չլինի, Իսրայել գոյություն չի ունենալու։ Դե Իսրայելը չի ֆաշիստական ռեժիմը չի համաձայնվելու դրա, չի հանձնվելու։ Ինքը շարունակելու է իր պատերազմը եւ ունենալու է այն ինչ որ ունենալու է։ Սա նանադարձել նաեւ J.D. Vance-ը։ This is breaking news. Vice President J.D. Vance just issued this message to Israel. You've seen people within Bibi's cabinet. Տեսնում եք Bibi, չի ասում Նետանյահու, Bibi կաբինետում մարդիկ կնեսես Բենգվիրի մասին է խոսքը էլի։ Who have come out and attacked the deal and in some ways very personally attacked the President of the United States. Որ ասում է հարցակվում է այդ պայմանագրի վրա եւ անձնական վիրավորանք է հարցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, լսեք։ And I guess my message to them would be twofold. Number one, Donald J. Trump is the only head of state in the entire world who is sympathetic to the nation of Israel at this moment in time. Իմ պատասխանը իրանց երկու մասից է լինելու, որ Դոնալդ Թրամփը աշխարհում միակ նախագահն է, միակ աշխարհում, որ սիմպաթիա ունի դեռ Իսրայելի նկատմամբ։ Ուզում ասի մնացած ամբողջ աշխարհը ատոմացես։ Դա տենց էլ կա։ And he happens to be the head of state of the world's superpower. If I was in the cabinet of the Israeli government, I might not be attacking the only powerful ally that I have anywhere left in the entire world. Եթե ես լինեի այս կաբինետում, երևի ես հաստատ չի հարցակվի մի ղեկավարի վրա, որը միակ նախագահն է ամբողջ աշխարհում, որ դեռ Իսրայելի կողքին է։ Ինչ է ստացվելու սրանից հետո։ Ինքը հարցակումը շարունակելու է եւ Գազայի եւ Լիբանանի վրա։ Այնտեղ ակտիվանալու է Հեզբոլլահը։ Չի բացառվում Իրանը ինքը ռմբակոծի հենց Իսրայելին կամ ինչ որ պետք է տա Հեզբոլլահին, որ Հեզբոլլահը ռմբակոծի Իսրայելին։ Հիմա Իրանի համար եւ Ամերիկայի համար կարևոր է սպային Հորմուզի նեղուցը որ աշխատի եւ ինչ է կարծում այս ֆոնի վրա Թրամփը պիտի պնդի, որ անպայման ամեն գնով ես այդ թրիփը պետք է անեմ։ Ամերիկային թրիփ պրոյեկտին բերե կցել այսպես Նետանյահուն, որովհետև իր բարեկամ Ալիևին դա է պետք, իրենք երկար ժամանակ աշխատել են դրա վրա, եւ որպես այդ գործարքը կայանա, բերեցին դրան կանացեցին քավոր, ասին թոք անունով լինի, այն էլ ամբիցիոզ, նարցիսիստ, մեկը ասեց, հարց չկա, 15-րդ խաղաղության պայմանագիրն է, այս տարվա մեջ որ ես կնքում եմ, իմ անունով էլ միջանցք լինելու։ Ինչ եք կարծում։ Ես վստահ եմ նա մոռացել է որ դա կա։ Այս պայմանագիրը աղմուկը մի բանի շուրջ է, որ Ամերիկան ընդունեց, որ տարածաշրջանում ինքը հաշվի անստելու Իրանի հետ։ Ինչ եղավ այս 3 ամսվա ընթացքում։ Հարձակվեց Իրանի վրա, Իրանը ավիրեց Իսրայելը, Իրանը ավիրեց ամբողջ բազաները, որը բանում ուներ, Ամերիկա Միացյալ Նահանգներն ուներ, Ամերիկան կորցրեց իր ամբողջ հեղինակությունը որպես գարանտ երկիր տարածաշրջանում, դիմացը ստացավ փակված նեղուց, դիմացը ստացավ անհամեմատ ուժեղացած Իրան եւ հեղինակությունով եւ արդեն ռազմական փորձով եւ հիմա Իրանին ինքը պետք է եւ ռազմատուգանք տա եւ ապասարեցնի ամբողջ իր ունեցվածքը, որը կա եւ Իսրայելը մնաց այնտեղ որփի նման մենակ, բայց սա դաս չի Իսրայելի,
Դաս եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց դաս չի ակնհայտ Իսրայելի։ Ինքը գնում է դեպի ոչնչացում։ Եվ շատ կասկածում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կփորձի դրանց փրկել։ Չեմ հավատում։ Թողեք ասի, սա արդեն այստեղն է սա ասել բոլորի ամերիկացիների որ հաստատ։ Որպեսզի հասկանաք ով են սրանք, նայեք իրենց սպալերը։ Ես մի զարմացել եմ, սրանք ինչ են պալում։ Տեսել եմ, շատ եմ ձայնած, չեմ ցույց տալիս, ես կներեք, չէի նկատել։ Նայեք։ Ես միշտ զարմացել եմ, ես նայել եմ։ Բացառապես տղամարդիկ են, սենց հրեշային շարժումներով թռիչքային, հա, սենց։ Իսկ ինչ են անում, սա ինչ բան է։ Հա, սա սատանիստական ռիտուալ է։ Այո, դա սատանիստական երկիր է։ Իր սատանիստ ղեկավարներով։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Իրանք մեծ աջակցություն ունեն հիմա 20%, Ամերիկայի Միացյալ Նահանգներում 20 եւ առայժմ 20, ինչալոց այդ 20%-ը իջել է 75%-ից 75%-ից իջել է 20, որը շատ փոքր թիվ է, Ամերիկայից ստանալ են ամեն ինչը, ինչու իրենք միջև մաս ստացել են, որ այդ մասին արդեն ասում են պարզ նաեւ ամերիկացիները. Լսեք, սա ամերիկացի հրե է, նա ինչ ասում։ Hey Ben, from one Jew to a genocidal psychotic Jew, Nazi. Ասում է հրեան, ասում է այդ ցեղասպան, պսիխոպաթ հրեաներին, որոնք ապրում են Իսրայելում։ Who the hell do you think you're talking to? You just said that Donald Trump's agreement with Iran does not bind us and that Israel is not subordinate to the United States. Ասում դուք ինչ եք ասում, ով եք դուք։ Եվ որ հայտարարում եք, որ կաց ունեք Ամերիկայի բանի վրա եւ դա ոչինչ ձեզ չի պարտավորեցնում այդ պայմանագիրը։ And that Israel is an independent and sovereign country. Եվ ասում եք, այդ Իսրայելը բանը անկախ եւ ինքնուրույն երկիր է, ո՞նց։ Oh really? An independent country that depends on our money? Ասում դուք անկախ եք, որ մեր փողերից է կախված այդ գոյությունը։ Our weapons and our protection. So let me translate this for everyone. Israel wants America's support, but not America's rules. And the only reason you can put an American president in that position is because you own our government. Մեր ամբողջ կառավարությունն եք ղեկավարում, ոնց սեփականացել եք։ And our politicians are compromised. President Trump, Ben-Gvir just told you publicly that he doesn't give a shit about your agreement. Keeping this war alive is in Israel's best interest. Ասում եմ նոր հենց նույն Ben-Gvir-ի ֆաշիստը ասեց, որ ինքը вообще թքած ունենա դու դեռ ինչ ես պայմանավորվել, որովհետև այս պատերազմը իրան պետք է եւ իր ամենակարևոր բանն է, որ ոչ մի նախագահ, ոչ մի ամերիկյան նախագահ չեր արել։ Այս քայլին չեր գնացել։ Ending it is in yours. And in these next few weeks, it'll show a lot to the American people who is more in control of our foreign policy. Եվ ասում մի քանի հաջող շաբաթը ցույց կտա ով է իրականում այս ավելի կոնտրոլ ունի Is it Ben-Gvir the president of the United States? Or is it Donald Trump the president of the United States? Donald Trump. Մեղոսկով շատ ակտիվ է փոփոխվում։ Այն ինչ որ ես ասել եմ, potential կա, potential շարունակվելու է։ Ես մեծ բանն եմ ասում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գնալը այս տարածաշրջանից Իրանի ուժեղանալը մեր օգտին է։ Իսրայելի թուլանալը էլի մեր օգտին է։
Իսրայելի վերանալ ընդհանրապես բոլորի օգտինը, որի հետևանքով քանդվում է protection-ը, պաշտպանությունը, բանի Ալիևի, որովհետև ում է պետք Ալիևը, Ալիևին ով է օգնելու։ Ես ես պետք է ասեմ, որ Ալիևի եւ Թուրքիայի ամբողջ քաղաքականության գովազդը լոբինգը իրականացվել է հենց հրեաների միջոցով։ Այսինքն հրեական ամեն ինչի թույլատումը նաև թուրքական աշխարհի թույլատումն է։ Բայց սա դեռ չի նշանակում, որ մենք արդեն յուղումերի մեջ ենք։ Չէ, քանի դեռ մենք մեր պետությունը չենք ստեղծել, այս ամեն ինչ կարող է ժամանակ տա մեզ շնչելու համար։ Այսինքն Սյունիքը չգրավեն, հա? Այսինքն փորձեն չհարձակվել Հայաստանի վրա, բայց ինչի պիտի չհարձակվեն, դեռ ես չգիտեմ։ Արդյոք, լավ, ասենք Սյունիքը կպայի Իրանը, արդյոք Իրանը պիտի պայի նաև Հայաստանը, երբ որ Հայաստանը ինքը ոչ մի պայմանավորվածություն չունի նման։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Ահա որ աշխարհը փոխվում եւ ահա որ արագ է փոխվում։ Աշկներից առաջ Ռուսաստանն է փլուզվում, աշկներից առաջ Եվրոպա գոյություն չունի, երկու թուրքական պետություն յաթաղաններն են սրում, Ամերիկան է գնում, հիմա միակ բանը, որ պետք է անել, արագ, շատ արագ, գոնե ընդդիմության ներկայացուցիչները պետք է վազեն պարսկական դեսպանատուն։ Նիկոլը չի գնալու, Նիկոլը չի անելու դա, որտեղ Պարսկաստանը միակ երկիրն է, որ կարա պայի Հայաստանը, որը թուրքերին պետք չի։ Թուրքերին պետք է Հայաստանը գրավել։ Միակ երկիրը, որը կարա պայի Հայաստանն է Պարսկաստանը։ Հիմա անդիմության առաջնորդները իրար հետ չտալով պիտի վազեն պարսկական դեսպանատուն, չգիտեմ, որտեղ որերորդ քարտուղարիդ փորձեն լեզու գտնել, ասել ախպեջան, մենք իշխանություն չենք, բայց մենք հասկանում ենք այս իրավիճակը, որ մենք ձեր միակ բարեկամն ենք այս տարածաշրջանում։ Մենք ձեզ պետք ենք, դուք էլ մեզ եք պետք։ Արեք, նախորդ ասեմ ձեզ, որ թույլ չտաք էսա կայանա։ Նիկոլը չի անելու։ Վերցրեք ձեր նախաձեռնություն, հարգելի ընդդիմադիրներ, եթե դուք իհարկե այդքան ողնաշար ունեք։ Մտեք այս հարաբերությունների մեջ։ Հայաստանը ոչ մեկի այս առումով պետք չի, ոչ էլ Ռուսաստանի։ Ռուսաստանը այնքան հիմա խնդիրներ ունի։ Այնքան ու իրակ սարկած կաշանա, որ մենք հիմա համ ինքն է ուտում, համ մենք ենք ուտում։ Եվրոպան ընդհանրապես արդեն չգիտի ինչ է ուզում։ Չգիտի, ուղղակի չի հասկանում այնտեղ ինչ է կատարվում, որովհետև Եվրոպայի գլխին կանգնած է մեկը, որ այսօր ավելի շատ վտահողված է Իսրայելի գոյության մասին։ Սա Ուրսուլա ֆոն դեր Լայնի մասին է։ Հա? Հավաքական Եվրոպան ամեն մեկ իր պրոբլեմ, հավաքական Եվրոպան ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որը թքած ունի Հայաստանի վրա, նա Ալիևի բարեկամն է։ Հասկացեք։ Վազեք, գնացեք, դուրսեցեք, փորձեք սկսել խոսել։ Էսենա որ ես կանեի, բայց ես ուղղակի Հայաստանում չեմ, կուսակցության ղեկավար չեմ, եւ ես այդ իրավունքները չունեմ։ Դե հիմա նայեք ինչ է սպասում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ This feels like a threat. As soon as Trump signs the memorandum of understanding in Versailles last night, our greatest ally then posts a photo of him talking and having a meeting with Mossad. Այն ժամանակ, երբ որ Թրամփը ստորագրում է այդ պայմանագիրը, նույն ժամանակ Նետանյահուն ֆոտո է տարածում Մոսադի շեֆի հետ խոսալու։ Seems like a false you-know-what is coming. He just so happened to predict 9/11? So I wrote a book in 1995 and I said that if the West doesn't wake up to the... Ես ինչ է նշանակում, ես ինչ են ուզում ասեն դրանով։ Հիմա հիշացնում է Նետանյահուի ելույթը։ I wrote a book in 1995 and I said that if Ասում է ես գրել եմ 95 թվականի գիրք եւ ես զգուշացել եմ եթե արևմուտքը խելքի չգա կպայթեն զույգ բաները շենքերը Նյու Յորքի the West doesn't wake up to the suicidal nature of militant Islam, the next thing you'll see is the militant Islam is bringing down the World Trade Center. Zionist warmongers are already talking about using the Samson option. Israel has some very, very powerful weapons that it has not used. Israel will survive. Period. Իսկ Թրամփին են ասում իմ գիտես ինչ։
Իսրայելը ունի շատ հզոր զենք ու Իսրայելը մնալու է։ Demons are coming out to pay. Larry Loomer says, oh, we're going to have another 9/11 style attack here. Արդեն խոսում են, ասում մեհատել ենք ինչ որ բան է պատրաստվում։ For the memorandum of understanding that Trump signed to hold, Israel has to stop escalating in Lebanon. But you have demons like Ben Gvir here who say we can't stop destroying houses in southern Lebanon. Are we waking up to realize who the real problem is? Ստեղ ասում դու պետք է դադարեցնենք, ասում մենք չենք կարող դադարեցնենք, մենք ունենք զենք շատ ուժեղ։ Իսրայելը մնալու է։ Դե տեսնենք, ես ո՞ց եմ ասում, ես սպասում եմ անկախատեսելի եւ թերորիստական հարձակումներ եւ ուղիղ պատերազմական հարձակումներ տարբեր երկրների վրա։ Իսրայելը վերցել է միակողմանի տոմսը միակողմանի է ինքը հետ չի գնալ, որովհետեւ հետ գնալ Նետանյահուի համար նշանակում է դատվել ուղղակի։ Նետանյահուի համար ոչ թե Իսրայել։ Արշիվում ընտրությունները ինքը պետք է մի բան ցույց տա։ Հիմա Իսրայելում մտածում են վայ ինչ է լինելու մեր հետ, եթե վաղվանից Ամերիկան մեծ զենք ու փող չտվեց, ինչ է լինելու։ Իսկ դա լինելու է։ Այսօր չէ, վաղ չէ, մի օր կդրվելու է նոյեմբերից, երբ որ թազա բանը սենատը կընտրվի, արդեն midterm ընտրությունները կլինեն եւ կձևավորվի նոր այդ կառույցները, նոր մարդկանցով, որոնք գալու են անտի-իսրայելական լոզունգներով։ Ես ասել եմ, չէ՞։ Ասել եմ, ով անտի-իսրայելական լոզունգներով կա, դա անցնելու է։ Գալու են ու օգնությունը կդրվելու է Իսրայելը։ Լինելու է դա, այսօր լինելու, վաղն լինելու է։ Ուղղակի մնում է միջև այդ մենք մնանք։ Դա մեծապես կախված է այն բաներից, ընդդիմությունից, որ մենք չակերտավոր այսօր ունենք։ Իսկ հութիներն էլ խոստացել են, որ ոչ մի նավ Իսրայելի իրանց այդ տարածքով չի անցնելու ուղղակի։ Չմոռանանք, որ հութիները կան այնտեղ։ Prime Minister Mette Frederiksen has announced that Denmark will officially consider Israel as a terrorist state due to its actions in Gaza and Lebanon. Denmark has been closely watching all developments in the Middle East. We know how many innocent Դանիան պաշտոնապես ճանաչել է Իսրայելը որպես ցեղասպան պետություն։ Հիմա արդեն ահագին խոսում ենք մեջան 12-13 րոպե։ Ես կուզենայի այդ բոլշևիկների էքսպերիմենտից ես պատմեի, բայց երևի արդեն ուշ է, այսօր ես դա չանեմ, հաջորդ անգամ կան։ Ես ուզում եմ մտած գերեսկուն լսենք։ Վերադառնանք ինքներս մեզ։ Լսենք։ Երբ մահացավ Չարլի Չապլինը, Վիլյամ Սարոյանը խոստովանեց. «Մանուկի մպես կուլայի», բայց ինչպես սկսվեց այս բացառիկ բարեկամությունը։ 1936 թվականի հոկտեմբերին Վիլյամ Սարոյանը իմանալով, որ իր լավագույն բարեկամը Ռուբեն Մամուլյանը, որը գործերով դեռևս ամռանը մեկնել էր Թիֆլիս եւ Երևան, վերադարձել է, այցելում է նրան Հայաստանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով։ Ահա այստեղ էլ Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում Վիլյամ Սարոյանը հանդիպում է Չարլի Չապլինին։ Տեսնելով նրան մի պահ կարկամում եւ դռների արանքում որոշ ժամանակ կանգնած է մնում։ Ռուբեն Մամուլյանը տեսնելով հայրենակցի շփոթմունքը նրան ներս է հրավիրում եւ ծանոթացնում Չարլիի հետ։ Նյու Յորքի այն համեստ կացարանը, ուր բնակվում էր Չարլի Չապլինը, գտնվում էր Վիլյամ Սարոյանի կացարանի հարևանությամբ։ Ամեն երեկո, երբ Չարլին վերադառնում էր նկարահանումներից, տունդարձի ճանապարհին գրեթե միշտ հանդիպում էր Սարոյանին, որը սովորություն ուներ երեկոները մենակ շրջել փողոցներով։ Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան, ինչ խոսք, գալիս է Չարլի Չապլինից։ Մինչև նրան հանդիպելը Սարոյանը գրում էր արձակ գործեր։ 1930-ականների վերջին Սարոյանը գրեց իր առաջին թատերգությունները, որոնք հաստատեցին նրա տեղը ամերիկյան դրամատուրգիայում։ Երկար տարիներ մինչև Չապլինի մահը շարունակվել է նրանց բարեկամությունը։ Վիլյամ Սարոյանը հաճախ էր Չապլինին պատմում իր երկրի, իր ժողովրդի մասին։ Վերջինս ցանկություն էր հայտնել լինել այնտեղ, ել ավելի մոտիկից ծանոթանալ հինավուրց այս երկրի եւ նրա մարդկանց հետ։ Վիլյամ Սարոյանը խոստացել էր նրան տանել իր երկիրը։ 1943 թվականին Սարոյանի կնոջ Քերոլի խնդրանքով մեկնում է Նյու Յորք, Մարկուսի հայրական հարկի տակ նշելու Քերոլի ծննդյան տարեդարձը։ Քերոլի հրավերով այստեղ էին հավաքվել ինչպես Սարոյանի, այնպես էլ Քերոլի լավագույն ընկերներն ու բարեկամները, որոնց թվում էին Չարլի Չապլինը ու նա Ունիլը։
Ահա այսպես էլ Չապլինը ծանոթանում է Ունայի հետ, որը հետագայում դարձել է նրա կինը։ 1952 թվականին, երբ Չապլինին իր նկարահանած Մսյո Վերդու Բեմի լույսերը ֆիլմերի համար վտարում են ԱՄՆ-ից, Սարոյանը խորապես վշտանում է, անմիջապես կապվում է Չապլինի հետ, նրան առաջարկում իր օգնությունը եւ փորձում նրան դուրս բերել հոգեկան ծանր վիճակից։ 1952-ից 54 թվականներին Չապլինը ընտանիքով ապաստանում է Շվեյցարիայում։ 1955 թվականին տեղափոխվում Լոնդոն։ Երկար տարիներ Սարոյանն ու Չապլինը չեն հանդիպում։ Սարոյանը միշտ հետաքրքրվում էր Չապլինից։ Մի օր պատահաբար Սարոյանը հյուրանոցի պատուհանից նկատեց մի ծերունու, ձեռքին ձեռնափայտ, որը արագ-արագ պտտացնելով քայլում էր։ Անմիջապես ճանաչելով կանգնեցրել էր Չապլինին եւ ողջ օրը նրանք զրուցել են այն հյուրանոցում, որտեղ Սարոյանն էր բնակվում։ Դրանից հետո չեն տեսնվել։ 2 տարի հետո Սարոյանը մամուլից տեղեկացել է, որ մահացել է Չարլի Չապլինը։ Մանուկի մպես կուլայի, ասել է Սարոյանը։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք Մարդ Ուիլյամ Սարոյանն ունենա ու նաև Փաշինյան Նիկոլ որպես վարչապետ։ Ես ամեն անգամ ապշում եմ այս երկու ծայրահեղությունների վրա։ Էն էլ է օբյեկտիվ իրականություն, նա ունեցել ենք, էս էլ է օբյեկտիվ իրականություն, սա ունենք։ Իսկ մի քիչ արժանապատվություն ունեցող մարդու համար սա գետինը մտնելու թեմա է։ Իրոք գետինը մտնելու։ Իսկ վերջում ես ուզում եմ մեկ բան ցույց տամ ձեզ։ Ես անձամբ ճանաչում եմ այս աղջնակին ազգությամբ հույնը։ Սովորել է Երևանի կոնսերվատորիայում։ Իմ շատ լավ բարեկամ Գայիկ Սմբասյանի դասարանում։ Հիմա իր երեխայի համար հայկական է նվագում։ Տեսնես կա ավելի գեղեցիկ բան աշխարհում, քան երիտասարդ մայրը, որ իր փոքրիկի համար նվագում կամ երգում է։ Իսկ եթե երգում է հայերեն եւ հայկական երաժշտություն, դա ավելի է գեղեցկացնում։ Ես վստահ եմ, որ հույներն էլ անշուշտ ունենան իրենց ազգային օրորոցայինները, Պարտադիչերը ինքը կանաչյան նվագել, բայց հայկականն է նվագում։ Ժողովուրդ, վերադառնանք ինքներս մեզ։ Ճանապարհը դա է։ Ամեն ինչը հաղթահարելու ճանապարհը դա է։ Ես այսօր TikTok-յան իմ եթերում եմ ասել, այս մեկ-մեկ որն է ամեն օր Երևանի ժամանակով ժամը 10-ին TikTok-ում ուղիղ եթեր եմ ունենում հարց-պատասխան։ Այդ ժամանակ հիշեցի, որ բուդդիզմում դեպի կատարելություն գնալը համարվում է գնալ դեպի մանկություն, որտեղ մարդը իր ամենամաքուր առաջնային վիճակում է։ Այսինքն պատկերացրու մարդը ապրում է 50-50 տարի, 50-60 տարի, եթե ոչ մեկ կատարելության հասնի, այդքան տարիներ ապրելուց հետո պարզվում է, որ ինքը ամենակատարյալ եղել է փոքր ժամանակ։ Ու ինքը իր մեդիտացիոն պրակտիկայով ուզում է այդ աստիճան մաքրվի։ Հիմա նույնը մեր ազգի պարագայում է, մեր բոլորի անհատական։ Մեր ամենամաքուր, անխոցելի եւ ուժեղ վիճակը ինքներս մեզ վերադառնալու մեջ է։ Մեր երաժշտությանը, մեր գրականությանը, մեր մեծերի խորհուրդներին,
Դուք չեք պատկերացնում, մենք ինչ գանձ ունենք։ Այ թուրքերը մեզ գիտեք ինչ են ատում։ Եկ չունեն սա։ Գիտեք ինչի են մեզ ատում, որ ոչ մեկ թուրքական չի երգում իրեն խոհում, ինքը քնի։ Գիտեք ինչ են մեզ ատում, որովհետև իրենք մի բանի շուրջ են մենակ ռեզոնանսվում իրար հետ։ Դա ատելությունն է հայի նկատմամբ։ Իսկ հայը միանգամից ռեզոնանսվում է։ Հերիքա միտեղ մի հատ զուրնալ ընչի, ինքն դեռ է։ Հերիքա միտեղ մի հատ կոպալով դոր խփեն, ինքն դեռ։ Միանգամից իր մոտ բանա ռեզոնանսում է։ Հերիքա միտեղ պատարակի հնչյուն, մի հատ օրորոցային, ինքը արդեն ընդեղ է, որովհետև այդ իր մոտ սկսում է աշխատել ռեզոնանս այդ հաճախականությունը գալիս է կապտում է սրտին, որտեղ այդ հաճախականությունը արդեն կա։ Հերիքա միտեղ կոմիտաս հնչի, ինքն դեռ է արդեն։ Այդ մարդիկ չունեն այդ ամեն ինչը։ Իրանց մոտ այդ ռեզոնանսը մենակ ատելության շուրջ է, որ մենակ իրանք իր այս ագրեսիան ցույց տալով հասկանան, որ իրանք ուժեղ են կամ իրանք ինչ որ պետքական են իրանք, հա, այս թուրքական նշանները, այս չգիտեմ, այսինքն այն ինչը որ միավորում է նաև Նիկոլին ընտրողներին որ կառուցելը չի, ինչ որ մի բան կառուցել, ստեղծելը վեհը չի միավորում, իրանց միավորում է ատելությունը։ Դուք ձևակերպի ու նկատմամբ, հա։ Իմ նմաններին կասեն դու ռուսաստրուկ, իմ նմաններին, դե կասեն երագլուխ հրեշ, քարագլուխ հրեշ եւ այլն։ Վերադառնանք ինքներս մեզ էլ ոչ իման պետք չի։ Եվ դուք կտեսնեք աշխարհը ոնց է դեմքով մեր նկատմամբ շուռ գալիս։ Գիտեք ինչի։ Որտեւ իրանք կորսել են այդ ամեն ինչը։ Իրանք չունեն։ Իրանք փնտրում են միտեղ, որտեղ ազգային ինքնություն կա ու անաղարտ իրավիճակ։ Որտեղ իրանք չգիտեն որտեղ լավ բան է, բայց որ գալիս են Հայաստան հասկանում են, որ իրանք այդ են փնտրել ամբողջ իրանց կյանքում։ Ես այս վերջին 2-3 տարիները 24 թվականից էսկում, 22 թվականից էսկում, ես դա եմ ուսումնասիրում։ Ինչ են մարդիկ գալիս Հայաստան, ինչ են սիրում Հայաստան։ Գալիս են գտնում են Հայաստանում են, ինչ որ չունեն իրանք ոչ միտեղ։ Ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում, ոչ Ամերիկայում ես անա։ Մենք ենք դա կորցնում։ Մենք հեռանում ենք մեզանից։ Այ հենց մենք վերադառնանք մեզ, կտեսնենք մեր բարեկամներ ինչքան են շատանում։ Ինչքան են սկսում գնահատել, պահել Հայաստանը, գիտեք ինչի համար։ Մի տարածք, որտեղ մնացել է ամենակարևորը, մարդկայինը, արարչականը։ Սրանք ինքնասփոփման կամ ինքնագովեստի խոսքեր չեն։ Իմ ամեն խոսքի տակ կա առնվազն գոնե իմ հետազոտությունները։ Ես վստահ եմ, մարդիկ կան իրենց դիտարկումները նույնպես ունեն, որոնք կգան լրացնելու եւ ավելի գուցե հիմնավորելու իմ ասացները, ավելի գիտական եւ ավելի գեղարվեստական ձևերով, որտեղ ես հիմա ուղղակի սպայտակ ինչի շում եմ ասում եմ։ Բայց վստահ եղեք, ինչու ես ասում, դա տակ լուրջ հիմքեր կան։ Վերադառնանք ինքներս մեզ, հա, որովհետեւ հələ մի հատ նայեք, տեսեք մեր դեմովա դուս եկել։ Նայեք այս ցեղին։ Մեր նկատմամբ հայտնա ներկայացնում է ցեղը։ Ինչ ասում։ Ընտրությունը մեզ ձեռքում է։ Այսօր մամա այսքանը, ամենցեք։